Աստղերը անհավանական անակնկալ են պատրաստել կենդանակերպի 5 նշանների ներկայացուցիչների համար։ Մինչև հունիսի վերջ նրանք կարող են տպավորիչ դրամական հոսքի տեր դառնալ։ Սակայն կա մեկ կարևոր պայման, որպեսզի տիեզերական պարգևները ձեզ չշրջանցեն, անհրաժեշտ է պատրաստ լինել գործելու։ Աստղաբանները վստահ են, որ 2025 թվականի գարնան վերջը եւ ամռան սկիզբը վճռորոշ կլինեն ճակատագրի այս ընտրյալների ֆինանսական բարեկեցության համար։ Կարևոր է հիշել, որ հաջողությունը շփտում է միայն նրանց, ովքեր պատրաստ են որսալ պահը, այլ ոչ թե նստեն ձեռները ծալած։ Երկվորյակներ Երկվորյակների համար սկսվում է մի ժամանակաշրջան, երբ նրանց բնատուր շփվողականությունն ու զրուցասիրությունը դառնում են ոչ թե պարզապես բնավորության գիծ, այլ եկամտի իրական աղբյուր։ Մերկուրին, գտնվելով Յուպիտերի հետ ներդաշնակ դիրքում, ձեր առջև նոր հնարավորությունների դռներ է բացում։ Յուրաքանչյուր զրույց կարող է վերածվել շահավետ գործարքի, իսկ հին ծանոթները կհիշեն ձեր տաղանդների մասին հենց այն ժամանակ, երբ նրանք միջոցներ կունենան նախագծերի իրականացման համար։ Սոցիալական ցանցերը կվերածվեն պատվերներ ստանալու հարթակի, իսկ պատահական հանդիպումները շահութաբեր գործընկերություններ ստեղծելու ներուժ կունենան։ Գլխավորը պահը բաց չթողնելն է։ Ակտիվորեն առաջարկեք ձեր ծառայությունները եւ միամաչեք կիսվել ձեր գաղափարներով։ Մարդկանց հետ լեզու գտնելու ձեր կարողությունը եւ շփման ստեղծարար մոտեցումը կարող են դառնալ ֆինանսական հաջողության բանալին։ Առյուծներ, պատրաստվեք, որ ձեր խարիզման եւ առաջնորդական հատկանիշները կլինեն իրենց գագաթնակետին։ Արեգակը, ձեր հովանավոր մոլորակը կոգեշնչի ձեզ համարձակ քայլերի։ Սպասեք համագործակցության անսպասելի առաջարկների, որոնք կարող են բերել ոչ միայն բարոյական բավարարվածություն, այլև զգալի ֆինանսական օգուտ։ Ձեր գաղափարներն ու նախագծերը կգրավեն ներդնողների ուշադրությունը եւ դուք պարզապես պետք է բաց լինեք նոր հնարավորությունների համար։ Մի վախեցեք ձեր մասին հայտարարելուց, աշխարհը պատրաստ է լսել ձեր ձայնը։ Կարիճներ, ձեր ինտուիցիան եւ խորաթափանցությունը ձեր առջև եզակի հնարավորություններ կբացեն եկամուտը մեծացնելու համար։ Հաջողությունը ձեզ կսպասի վերլուծության եւ հետազոտությունների հետ կապված ոլորտներում։ Հնարավոր է դուք կբացահայտեք եկամտի թաքնված աղբյուրներ կամ անսպասելի ֆինանսական աջակցություն կստանաք մտերիմներից։ Գլխավորը բաց մի թողեք պահը եւ գործեք արագ։ Իրերի էությունը տեսնելու ձեր կարողությունը կօգնի ձեզ ճիշտ ընտրություն կատարել եւ օգտվել հաջող առաջարկներից։ Ձկներ, ձեր ստեղծագործական էներգիան եւ զգայական նրբությունը կարող են դառնալ ֆինանսական հաջողության հիմքը։ Ներշնչանքը կգա ամենաանսպասելի ձևերով եւ ձեր արվեստը կկարողանա գրավել լայն լսարանի ուշադրությունը։ Մի վախեցեք կիսվել ձեր աշխատանքներով եւ գաղափարներով։ Հենց դրանք կարող են դառնալ ձեր ֆինանսական հաջողությունը։ Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ փնտրել ինքնաարտահայտման նոր ուղիներ եւ չամաչել աջակցություն խնդրելուց։ Ձեր երազանքները իրականություն դառնալու բոլոր հնարավորություններն ունեն, եթե պատրաստ լինեք գործելուն։ Կույսերի համար հունիսը կդառնա իսկական ֆինանսական թռիչք։ Ձեր ձանձրալի խնայողություններն ու ներդրումները կարող են երկար ժամանակ կարծես թե զգալի արդյունքներ չէին տալիս, հանկարծ կսկսեն պտուղներ տալ։ Պլուտոնը կակտիվացնի երկարաժամկետ ներդրումների ոլորտը եւ բաժնետոմսերը, որոնցում միջոցներ եք ներդրել, կսկսեն սրընթաց աճել։ Ավանդներից ստացվող անսպասելի բոնուսները եւ ձեր ջանասիրության համար արժանի պարգևավճարները հաճելի պարգև կլինեն համբերության դիմաց։ Վստահելի մարդու ձեր համբավը ձեզ կբերի համագործակցության շահավետ առաջարկներ։ Գլխավորը շարունակեք հետևել ձեր պլանին եւ կտեսնեք, թե ինչպես արդյունքը կգերազանցի ձեր բոլոր սպասելիքները։ Հաջողության գլխավոր պայմանը։ Բոլոր աստղաբանները համակարծիք են մի հարցում. փողը կգա միայն նրանց մոտ, ովքեր պատրաստ են գործել, այլ ոչ թե պարզապես նստել եւ սպասել, թե երբ հաջողությունն ինքը կթակի դուռը։ Ակտիվության կանոնը։ Աստղերը բարենպաստ պայմաններ են ստեղծում, բայց նրանք պետք է օգտագործեք ինքներդ։ Երկվորյակներ, ակտիվորեն շփվեք եւ առաջարկեք ձեր ծառայությունները։ Կույսեր, փնտրեք ձեր հմտությունների կիրառման նոր ուղիներ։ Կարիճներ, մի վախեցեք ռիսկի դիմելուց եւ ուսումնասիրեք շուկան։ Ձկներ, աշխարհին ցույց տվեք ձեր տաղանդները եւ միամաչեք դրանց դիմաց պահանջել վարձատրություն։ Առանց կոնկրետ քայլերի անգամ ամենաբարենպաստ հորոսկոպը կմնա ընդամենը գեղեցիկ խոսքեր։
Բաց եղեք նորի հանդեպ։ Հարստությունը կարող է գալ ամենանսպասելի ուղիներով, լինի դա տարօրինակ առաջարկ անծանոթից, պատահական հանդիպում հերթում, թե գաղափար, որը սկզբում խենթություն է թվում։ Գլխավորը նոր հնարավորություններից եւ մարդկանցից երես չթաքելն է։ Այն նվիրական միլիոնը կարող է գալ այն մարդուց, ում վաղը կհանդիպեք վերելակում։ Հիշեք, աստղերը պատրաստ են ձեզ ոսկե անձրևով ողողել, բայց հովանոցը ստիպված կլինեք բացել ինքնուրույն։ Օգտագործեք հունիսը լիարժեք։ Նման բարենպաստ ժամանակաշրջաններ լինում են մի քանի տարին մեկ անգամ։